Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, շնորհակալություն բոլորից հետ, ովքեր հետևում եք ինձ։ Եթե իմ YouTube-ին դեռ subscribe չեք արել, անպայման subscribe արեք իմ YouTube channel-ին։ Այսօր զրուցելու եմ մի թեմա, կարծում եմ շատերդ կսիրեք, բայց երևի մեծամասնությունը միգուցե չսիրեք։ Եվ քիչ հետո կասեմ, թե ինչու այսօրվա վիդեոն սկսեցի այս խոսքերով։ Շատ բարի, դա իմ մի փոքր ռեկլամն էր, արդեն շատերդ գիտեք, որ ես ֆինանսական ինդուստրիայի մեջ եմ, եթե հարցեր ունեք այդ թեմաների հետ կապված, անպայման կապնվեք ինձ հետ։ Այսօր զրուցելու եմ այնպիսի մի թեմա, որ կարծում եմ շատերը միգուցե չսիրեն եւ համաձայն չլինեն, բայց այսպիսի խոսք կա, չէ, իրականությունից չես փախնի։ Եվ այսօր ուզում եմ խոսալ մի իրականության մասին, որ շատերը անընդհատ փախուստ են տալի դրանից եւ ցավոք սրտի շատերը մինչեւ կյանքի վերջ դրա հետ կռիվ են տալի եւ երբեք էլ դեմ դիմաց չեն հելնում այդ մտքին, որ պետք է անես եւ ինչքան շուտ այդքան լավ քեզ համար։ Ինչի մասին է խոսքը։ Այսօր ուզում եմ խոսալ, եթե ուզում ես քո կյանքի մեջ բաներ փոխվի, առաջի բանը, որ պետք է ուշադիր լինես, դա հայլու մեջ նայելն է, դա ինքդ քեզ փոխելն է։ Եվ ես ինչքան տարիքս բարձրանում է, ինչքան աշխատում եմ մարդկանց հետ, ես գնալով պարզ նկատում եմ, թե այն մարդիկ, այն անձնավորությունները, ովքեր հասկացել են այս միտքը վաղ տարիքից կամ որևէ տարիքից եւ իրոք ընդունել են, որ գիտես ինչ, իմ կյանքը սկսելու է փոխվել, երբ որ իմ մեջ փոփոխություններ անեմ։ Եվ ուզում եմ մի քանի բաներ, որ նկատում եմ մարդկանց մեջ եւ երբ որ ասում եմ մարդկանց, սրանց մեծ մասը իմ մեջ էլ է եղել ժամանակին եւ ես հասկացել եմ, գիտես ինչ, եթե ուզում եմ իմ կյանքը փոխվի, շատ բաներ ես պիտի փոխեմ իմ մեջ, որովհետեւ ես շատ քիչ չանս ունեմ, հնարավորություն ունեմ, որ փոխեմ այն բանը ինձանից դուրս է, կլինի դա շրջապատը, կլինի դա որտեղ ապրում ես, շատ բաներ, որ քեզանից դուրս է, քո կոնտրոլի տակ չի, բայց երբ որ դու սկսում ես ամեն օր քո վրա աշխատել, եւ այն բաները, որ քո կյանքում միշտ քեզ խանգարում է եւ դու փորձում ես լուծումներ ստանալ, թե ինչպես այս հարցին ավելի ուրիշ տեսանկյունից նայել, որը իհարկե դա անելով ամենամեծ շահը գալիս է քեզ, այսինքն դու ես դրանից օգտվում։ Օրինակ, եթե որևէ հարց քո կյանքում քեզ նեղացնում է կամ բարկացնում է, եւ եթե դու առաջինը հասկանաս, որ գիտես ինչ, միգուցե այս հարցին ես ուրիշ տեսանկյունից նայեմ։ Եվ իրականության մեջ ոչ մեկ քեզ չի կարող նեղացնել կամ բարկացնել, որովհետև դա դու ես քեզ անում։ Հեչ հանդիպել եք անհատների, ովքեր մի հատ իրավիճակում նայում ես, օրինակ զրուցում են մեկի հետ եւ տեսնում ես պարզ դիմացինը ինչպես անհարգալի կամ սխալ խոսքերով զրուցում է այդ անհատի հետ եւ նա շատ թեթև ու հանգիստ եւ շատ սիրուն ձևի վերջացնում է խոսակցությունը եւ վերջում էլի միգուցե կարողանում է իր ասածը անել կամ հասկացնել եւ եթե դիմացինը չի հասկանում, շատ սիրուն ձևի էլի այդ զրույցը ավարտում է եւ տեսնում ես այս մարդը ընդհանրապես չի ներվայնանում կամ չի ջղայնանում, ինչու որտեվ նա հասկացել է ինչի համար դա պիտի անեմ, եթե դիմացինը չի հասկանում։ Եվ մի այլ կողմից ես հանդիպել եմ շատ անգամներ, երբ որ մարդիկ զրույց են անում, հասարակ մի հատ բառից այնպիսի թեժանում է զրույցը, մեկը մյուսին վիրավորում է, երկուսը ներվայնանում են, չգիտեմ, շաբաթներով, ամիսներով, այդ նույն զրույցի պատճառով իրենց կյանքի շատ էրիաներում խնդիրներ են ունենում, անտրամադիր են եւ այսպիսի օրինակներ շատ կարամ տամ։ Հիմա ինչի եմ ասում, որ
շատ անգամ երբ որ այսպիսի բաներ խոսում եմ մարդկանց հետ, շատերը չեն ընդունում, որովհետև ունեն ես։ Եվ գիտես, կարծում եմ յուրաքանչյուր անհատ ունի ես, դա բնական բան է, ուղղակի հարցը սրանում է, որտեղ ես օգտագործում քո եսը, որ չափ եւ պետք է հասկանաս, թե ամեն տեղ չի, որ քո եսը քեզ օգուտ է։ Շատ անգամ ամենամեծ թշնամին դա մենք ենք մեր հանդեպ, մեր եսն է մեր հանդեպ, եւ դրա համար շատ անգամ պետք է մենք հասկանանք, օքեյ, ինչ ենք ուզում այս կյանքից, ինչեր կա, որ կարող ենք փոխել մեր կյանքում, եւ դա առաջինը իօգուտ կգա, իօգուտ կբերի մեզ։ Եվ այստեղ մի քանի լիստ եմ գրել, որ ուզեմ կիսվել ձեզ հետ։ Իհարկե, առաջի բաներից մեկը պետք է նայենք մեր կյանքում ինչպիսի սովորություններ ունենք, որ կարող ենք փոխել, որ ամեն օր դրա վրա աշխատելով մեր կյանքը ավելի կբարելավի։ Երկրորդ բանը, որ ուզում եմ անպայման շեշտել, շատ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր պահ պետք է մարդ կարողանա իրեն սովորացնել, որ ներկա ապրի։ Այսօրվա օրերում մանավանդ վերջի 10 տարիների ընթացքում, այսպես ասած, կյանքը այնպիսի ուղղություն է վերցրել, չգիտեմ, social media-ն, էլեկտրոնիկ, այդ device-ները, չէ, այդ ամեն ինչը մարդուն այնպես է կլանել եւ այնպես են մարդկանց ուղեղի վրա ազդում, որ դու կամ անցյալով ես ապրում, կամ ապագայով, երբեք ներկա պահը չես կարողանում վայելել։ Գնում ես միտեղ, տենում ես բոլորը իրենց հեռախոսների վրա է, եւ ինչ ասում եմ, դա ինձ էլ է վերաբերվում։ Շատ անգամ ես էլ եմ ընկնում այդպիսի բանի մեջ, բայց պետք է ամեն օր քո վրա աշխատես, որ այդ սովորություններից ազատվես կամ քչացնես, որ կարողանաս ավելի ներկա ապրես։ Երբ որ դու ներկա ես ապրում, այսինքն այդ իրավիճակում ոչ թե մենակ ֆիզիկական ես գտնվում, այլ մտովիել ես այդտեղ, դու ավելի ուրախ ես լինում կյանքում, ավելի վայելում ես կյանքի յուրաքանչյուր օրը, պահը եւ ժամը։ Դա եւս մի բան է, որ պետք է մեր մեջ փոխենք։ Մյուս բանը, շատ կարևոր հատկություն, որ շատերը շատ անգամ չեն նկատում կամ երբեք չեն մտածում այս ուղղությամբ, դա մեր բնավորության գծերն են։ Արդյոք քո բնավորության մեջ կան գծեր, որոնք շինող գծեր են, որոնք օգտակար գծեր են, որոնք քեզ օգնում են, եւ երբ որ շփվում ես մարդկանց հետ, արդյոք քո բնավորության մեջ կա այդ դրական կողմերը, որ ուրիշներին էլ է հույս տալի, ուրախացնում, էներգիա տալի, թե ավելի շատ այսպես դժգոհ բնավորության գծեր կան մեր մեջ։ Դա էլ մի կարևոր բան է, որ երբ որ դու դրա վրա էլ աշխատես, կտեսնես, որ շատ մարդիկ կուզեն քեզ հետ աշխատել, քո ընկերները լինեն եւ քո հետ շփվել։ Նույնիսկ բնավորությունը բիզնես աշխարհում ամենակարևոր կետերից մեկն է, որ յուրաքանչյուր անհատ պետք է ուշադիր լինի դրա վրա։ Ինչու՞։ Որովհետև բիզնես աշխարհում ինչ որ սերվիս, որ վաճառում ես կամ ինչ product, որ վաճառում ես, առաջինը հաճախորդը չի նայում քո product-ի լավ կոմը կամ լավ լինելը քո սերվիսի կամ գինը, առաջինը նա առնում է քո բնավորությունը, քեզ եթե չսիրեց, նա չի օգտվի քո սերվիսից կամ քո product-ից։ Դրա վրա բնավորությունը նաև մի բան է, որ յուրաքանչյուրս պետք է ուշադիր նայենք։ Մեկ օրինակ ես ինչ սովորություն ունեմ եւ շատ անգամ եմ այս փորձը արել եւ այս անելու համար եւս մեկ անգամ պետք է քո եսը իջացնես, որտեվ դժվար բան է այս անելը։ Ինչն է խոսքը։ Ես ունեմ մոտիկ ընկերներ կամ կլայենտներ, որոնց հետ վստահություն ունեմ, կամ օրինակ մոտիկ ինձ անձնավորություններ, շատ անգամներ զանգում եմ, ասում եմ, օրինակ վերջի 6 ամսվա մեջ իմ հետ այսքան շփվել ես, ինչեր ես նկատում, որ կարծում ես իմ մեջ պիտի ավելի լավացնեմ կամ փոխեմ։ Եվ սրանք հատուկ մարդիկ են, որ ես ազատ կարող եմ այդ հարցը տալ։ Ինչու եմ դա անում, որտեվ շատ անգամ մենք մեզ չենք տենում մեր թերությունները, եւ եթե դու ունես այդպիսի վստահելի խելացի մարդիկ քո կողքը, որ իրենք ճշմարտությունը քեզ կասեն, գիտես ինչ, օրինակ, այս բանը փոխիր քո մեջ, կամ այս սովորությունը ճիշտ չի նայվում կողքից։
Եվ ես միայն խելացի կգտնվեմ, երբ որ այդպիսի լավ խորհուրդը վերցնեմ եւ օգտագործեմ։ Ինչու վիդեոյի սկզբից ասեցի այս խոսքերը, որ այսօրվա վիդեոն միգուցե շատերիդ դուր չգա, որտեվ երբ որ կյանքում մարդու երեսին կամ մեկի հետ խոսում ես ճշմարտությունից, շատերը փախնում են ճշմարտությունից եւ ցավոք սրտի շատ մարդիկ ամբողջ կյանքը փախնում են դրանից, չեն ուզում ընդունեն իրենց մինուս կողմերը, չեն ուզում ընդունեն այն բաները, որ գիտես, այս բաները շարունակելով, այս սովորությունները քո մեջ պահելով, առաջի վնասը դու ինքդ քեզ ես հասցնում, ուրիշ ոչ մեկին, առաջինը դու քեզ ես վնասում, այնպես որ մենք այս ուղղությամբ պետք է ամեն օր աշխատենք եւ միջև մեր կյանքի վերջ աշխատենք։ Եվ երբ որ դու հասկանում ես այս ֆակտը եւ սկսում ես ավելի վաղ տարիքից օգտագործել քո կյանքի մեջ այս փոփոխությունները, այս սովորությունները, դու ամեն տարի սկսում ես ավելի լավագույնը լինել, ավելի լավը դառնալ, ավելի լավ օրինակ լինել եւ տեսնում ես, որ քո կյանքը սկսում է փոխվել։ Օրինակ, մյուս սովորություններից մեկը, որ ես շատ անգամ մարդկանց ասում եմ, գիտես ինչ, այսօր կյանքը այնպես է փոխվել, որ մարդիկ էլ իրար հետ չեն զրուցում։ Դու վերցրու այս սովորությունը եւ զանգիր քո մոտիկներին, ընկերներին, բարեկամներին եւ ընդամենը ասա ոնց ես, ինչ կա, ինչ նորություն կա քո մեջ, քո մոտ, քո կյանքում, ինչով կարող եմ օգտակար լինել։ Այսօր ցավոք սրտի շատերը ասում են թո ինքը անի, թո դիմացին անի։ Եվ գիտես, այս բոլոր շատ ինչի մասին խոսում եմ, այստեղ իմ դիմացը դրված է Աստվածաշունչը, այս ամենի մասին Աստված է առաջինը սովորացնում, որ մենք դրանք անենք, մեր մեջ փոխենք։ Ամենալավ սովորություններից մեկը, որ յուրաքանչյուրս նաև մեր կյանքի ընթացքում պիտի սովորենք, դա զանգելն է, զանգել։ Շատ անգամ ես էլ եմ դրա մեջ թուլանում, բայց իմ հեռախոսի մեջ այնքան համարներ կա եւ այնքան մարդիկ կան, որոնց հետ ես կապի մեջ եմ, մեկ ուղակի չեմ հասցնում։ Սա միգուցե պատճառ որպես հնչի, բայց ես դրա վրա աշխատում եմ ինքս նույնպես եւ ես կքաջալերեմ, որ նայում ես այս վիդեոն, դու էլ նայ, վերջի անգամ երբ ես խոսացել քո մոտիկների հետ, ում չես զանգել, լիստ կազմի, զանգիր, որտեվ հավատա մարդիկ շփման կարիք ունեն։ 2020 թվին, երբ որ COVID-ը եղավ, դա իմ կարծիքն է, ես կարծում եմ դրա պատճառներից մեկը, որ մարդկանց առանձնացնեն, որ միությունը կորի մարդկանց մեծ, կներեք, շփումը կորի եւ մենք էդի հետ պիտի հետ վերականգնենք դա եւ շփվենք մարդկանց հետ։ Եվ մյուս կետը, որ ուզում եմ ասեմ, եթե ուզում ես քո կյանքը փոխվի, պետք է նաեւ դու հասկանաս այս մի բանը, պետք է լիդեր լինես, այսինքն դու առաջնորդ դառիր։ Ինչի մասին սովորել ես, առաջինը քայլ արա, եղիր օրինակ, մի սպասիր մեկ անի, նոր դու անես։ Գիտես, վատ օրինակները շատ արագ են մարդիկ կրկնում, բայց լավը, ցավոք սրտի, կորել է, լավ օրինակները կորել է, եւ մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս ես, դու, մեր կյանքի մեջ պետք է արթնանանք, փոխենք մեզ, լավ լիդերներ լինենք, լավ քայլերի առաջի քայլը մենք անենք, եւ դա առաջինը մեզ կփոխի եւ մեր շրջապատին էլ կողքեվորի։ Եվ պատճառներից մեկը, որ ես այսպիսի վիդեոներ եմ անում, ուղղակի իմ սրտի մեջ կա, որ այս օրինակները առաջինը իհարկե ես ինքս ին վրա աշխատեմ եւ երկրորդը, եթե կարամ ուրիշներին լավ օրինակ լինել, որ նրանք էլ փոխեն իրենց կյանքը, ես դրա համար մենակ ուրախանում եմ։ Հուսամ մի փոքր վիդեո, որ շատերդ միգուցե այս խոսքերը լսելուց հետո չհետևեք իմ վիդեոներին, որտեվ որոշներիդ եսին կարող է կպնել սա։ Բայց ես դրանից վատ չեմ զգում, գիտեք ինչու, որովհետև երբ որ դու ճշմարիտ բան ես խոսում, հասկացող մարդը, ճիշտ մարդը, երբ որ վեկալում է, լսում է, օգտագործում է, փոխում է իր կյանքը, դա ավելի լավ է, քան թե իմանաս մի բան ճիշտ է եւ չասես կամ չանես։ Եվ նույն բանը ես սովորացնում եմ իմ երեխաներին։
Հուսամ այսօրվա վիդեոն օգտակար կլինի շատերիդ եւ ուզում եմ ասեմ, որ այս կյանքը շատ կարճ է։ Պիտի իրոք հասկանաս, որ ժամանակն է, որ փոխես ինքդ քեզ։ Սպասելով, որ կյանքը կփոխվի դրսից ներս, դա ինչ է բառը, ինքնախաբեություն է։ Քո կյանքը մենակ փոխվելու է ներսից դուրս։ Այսինքն ամեն օր, երբ որ արթնանում ես, նայիր ինքդ քեզ եւ ինքդ քեզ հարց տուր. մայիս կամ քո անունը ինչ որ այ, ինչ կա, որ ես պիտի փոխեմ, ինչեր կա, որ պետք է զարգացնեմ։ Եվ այդ փոփոխությունը միանգամից չի լինելու։ Դա քրտնաջան աշխատանք է։ Սովորություններ կա, վատ սովորություններ կա, որ մարդը 20 տարի, 30 տարի դրանով ապրել է եւ որոշում է դա փոխել, դա միանգամից չի լինելու։ Դա ժամանակ է տևելու, բայց երբ որ դու հասկանաս ու սկսես փոխել, իրոք կտեսնես, որ քո կյանքը փոխվում է։ Եվ ես հավատում եմ, երբ որ մարդ իր վրա է աշխատում, Աստված նաև այդ մարդուն ավելի է օգնում, ավելի է օրհնում եւ ավելի հնարավորություններ ու մեծ դռներ է բացում իր առջև։ Մայիս Կարիբյան, subscribe արեք իմ YouTube-ին եւ չմոռանաք, որ անպայման իմ գիրքը, ինչպես տեսնում եք էկրանների վրա, գնացեք Amazon եւ գնեք The Secret of Living is Giving։ YouTube-ի link ներքևում լինքը նույնպես կտեղադրեմ եւ տարածեք այս վիդեոն ձեր էջերում։ Առաջինը դուք նայեք, տեսեք ինչեր կա, որ ձեր մեջ որոշելու եք փոխել եւ ուղարկեք վիդեոն մյուսներին, թող նրանք էլ այդ ուղղությամբ աշխատեն։ Կհանդիպենք մյուս անգամ, ստեսություն բոլորիդ։